Արշակարգ եպիսկոպոս Խաչատրյանը կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ Փաստաբանն այլ մանրամասներ դեռ չի հայտնել։ Իրանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Վրաստանի տարածքով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեհան նավթամուղին, որը ապահովում էր Իսրայելի նավթային պաշարների շուրջ 30%-ը։ Սրան զուգահեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը ԱԹՍ-ներով թիրախավորել են Նախիջևանի միջազգային օդանավակայանն ու քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ։ Ըստ ադրբեջանական գերատեսչության, Բաքուն հարձակումները անպատասխան չի թողնի։ Ի պատասխան մեղադրանքների Իրանի փոխարտգործնախարար Ղարիբ Աբադին հերքել է Թեհրանի մասնակցությունը Նախիջևանի միջադեպին, պնդելով, որ Իրանը հարվածներ չի հասցնում հարևան երկրներին եւ որ իրենք թիրախավորում են միայն այն պետությունները, որոնք տարածք են տրամադրում հակառակորդի ռազմաբազաների համար։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը միջերկրական ծովի արևելյան հատվածում չեզոքացրել են Իրանից արձակված մի բալիստիկ հրթիռ, որը Իրաքի ու Սիրիայի օդային տարածքով շարժվում էր դեպի Թուրքիա։ Այս դեպքից հետո Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկերոջ հետ, կոչ անելով զերծ մնալ հակամարտության ընդլայնմանը նպաստող քայլերից։ Այսօր Բաքվից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք, բաղկացած 31 վագոնից։ Բացի այդ, այսօր Հայաստան է ուղարկվել Ռուսաստանից 135 տոննա պարարտանյութ տեղափոխող 2 վագոն, որոնք անցնում են Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով։ Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 67 տարեկան։ Առավոտյան եռաբլուրում սպարապետի հիշատակը հարգելու են բարձրացել Երկրապահ կամավորականների միության անդամները, ծաղիկներ խոնարել Վազգեն Սարգսյանի շիրիմին։ Ընդունել է Հայաստանի Եվրամիությանը։ Վարչապետ Փաշինյանը պատասխանելով լրագրողի հարցին անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորին եւ Եվրամիության անդամակցելու հնարավորությանը ու դրա համատեքստում ռուսական ռազմական ներկայության խնդրին։ Լրագրողի դիտարկմանը, թե ինչպես է հնարավոր միանալ ԵՄ-ին, եթե օրակարգում չկա ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը, Փաշինյանը վստահեցրել է, որ այս պահին որևէ խնդիր չունեն Ռուսաստանի հետ։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար, դեռևս այն ճանապարհի ընկետում չենք, որպեսզի ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակելիս լինի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք, ոչ շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք։ Իսկ ընդհանուր առմամբ առիթներ ունեցել եմ ասելու, որ մենք խնդիր չունենք, չենք ունեցել եւ չենք ունենալու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Իրանի արտգործնախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին MS Now հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությունները։ Ուիթքոֆը հայտարարել էր, թե Իրանը մեջբերում ընդամենը 1 շաբաթ հեռու է միջուկային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ նյութերի արտադրությունից։ Մեջբերման ավարտ։ Այսպիսով Ուիթքոֆը ակնարկել էր, թե Իրանը շատ շուտով ձեռք կբերի միջուկային ռումբ։ Ռավանչին շեշտել է, որ Իրանը ուրան չէր հարստացնում հարվածների պահին եւ ռազմական գործողություններ սկսվելուց ի վեր ամերիկացիներին ոչինչ չի փոխանցել։ Նա նաև հավելել է. «Մեջբերում մենք ծայրահեղ զգուշություն ենք ցուցաբերում տարածաշրջանում ամերիկյան բազաներին հարվածելիս, քաղաքացիական անձանց վնաս չպատճառելու համար»։ Մեջբերման ավարտը։ Ավելի վաղ Ռուսաստանում Իսրայելի դեսպանը անդրադառնալով այս ամենին հայտարարել էր, որ Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում, եթե իհարկե հրաժարվի միայն Իրանին միակողմանիորեն աջակցելուց։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին ընդգծել էր, որ Մոսկվան դեռևս Թեհրանից անհրաժեշտ օգնության խնդրանք չի ստացել։ Իրանի փորձագետների խորհրդի անդամները հայտնել են, որ երկրի նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը մոտենում է ավարտին։ Ըստ մամուլում 3 շրջանառվող տեղեկության Ալի Խամենեին կհաջորդի նրա որդին Մոջթաբա Խամենեին։ Իրանը շարունակում է ենթարկվել օդային զանգվածային հարձակումների։ Միայն վերջին հարվածների ընթացքում Իսրայելն ու ԱՄՆ-ն Թեհրանում թիրախավորել են շուրջ 30 ոստիկանական տեղամաս։ Հատկապես ծանր հարվածներ են հասցվել Ջանաթաբադ եւ Իլամ թաղամասերում գտնվող տեղամասերին, ինչպես նաեւ Բանդար Աբաս նավահանգստին, ինչը լուրջ վնասներ է կրել։ Ըստ Reuters-ի Շրի Լանկայի ափերի մոտ բաց ծովում խորտակվել է իրանական երկրորդ նավը։ Շրի Լանկայի կառավարության խոսնակը հայտարարել է, որ նավը գտնվել է իրենց տնտեսական գոտում։
Իսրայելական բանակը հայտարարել է Թեհրանի կենտրոնում բալիստիկ հրթիռների պահեստներին եւ ռազմական ենթակառուցվածքներին հարվածելու մասին։ Թիրախավորվել են վերգետնյա եւ ստորգետնյա օբյեկտները։ Իսրայելական կողմի փոխանցմամբ ոչնչացվել են նաեւ այն կենտրոնները, որտեղ պահվել են ինքնաթիռներ խոցելու համար նախատեսված հրթիռներ։ نحن معنيون أن نواصل الدفاع Լիբանանյան Հեզբոլահը իր առաջին պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է, որ ի պատասխան իսրայելական ագրեսիայի հրթիռակոծել է Գալիլեայի շրջանում գտնվող հակառակորդի դիրքերը։ Քուվեյթում Իրանը թիրախավորել է ամերիկյան զինվորականների տեղակայման վայրերը։ Հարձակումների ուժգնության պատճառով ԱՄՆ բանակը ստիպված է եղել զինծառայողների մի մասին տեղափոխել քաղաքի բնակելի թաղամասեր։ Դիվանագիտական հարթակում Իրանի արտգործնախարարի տեղակալը հայտնել է, որ ռազմական գործողությունների սկզբից ի վեր իրենք ԱՄՆ-ից երկխոսության որևէ ազդակ չեն ստացել։ Նա շեշտել է, որ Թեհրանը նույնպես որևէ հաղորդագրություն չի փոխանցել ամերիկյան կողմին, քանի որ այժմ երկիրը զբաղված է սեփական պաշտպանությամբ։ من اول توضیح بدم در خصوص آنچه که در خیابان‌های Հիշեք իմ խոսքերը, ԱՄՆ-ն դառնորեն կզղջա իր ստեղծած նախադեպի համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ آنچه که در ایران الان میگذره مشابه ԱՄՆ-ն վայրագություն է կատարել ծովում Իրանի ափերից 2000 մղոն հեռավորության վրա։ Դենա ֆրեգատը, որը այցելում էր Հնդկաստանի ռազմածովային ուժերին, մոտ 130 նավաստիներով առանց նախազգուշացման հարձակման է ենթարկվել միջազգային ջրերում։ Շեշտել է նա, 3 ԱՄՆ-ն Շրի Լանկայի հարավային ափերի մոտ խորտակել է իրանական ռազմանավ։ Ըստ Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարության, փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել միայն 32 նավաստի։